Հանմանու անցումը ծովը, լանկայի ուղևորությունը։ Ես Վալմիկի եմ, մեծ բանաստեղծ։ Ծովի մեջ տեսա հանմանուին, որը հանդիպեց հանգստի փորձության։ Ժամանակի ազդեցության ներքո, համբերություն, ինքնակնադատություն և հաստատուն որոշումներ ընդունելու կարողությունը հանմանը ցույց տվեց։ Այս հատվածը հավատացյալներին սովորեցնում է քաջություն և պարտականության պատասխանատվություն։ Ռամի անունը շնչառություն է, Ռամի մեդիտացիան ուղի, Ռամի գործը կատարելուն բացիր քո թևեր, խիզախ կապիկ արագ թռի։ Ռամ ռամ ջայ ռամ ասա, թևերը տարակ շարժելով, ծովը հատեց, հանմանուն հասավ լանկա, սիտայի հետ կգտնելու համար Ռամի հրամանով շարժվեց, սունդարականդի առաջին քայլում բարի սկիզբը հասավ։ Մահեն տալերան գագաթին կանգնած հիշեց Ռամին իր սրտում, կապիկի սրտում հավատ էր խռովել, հաջողությունը նրա էր վստահեց, լեռները ցնցվեցին, քամին ճանապարհ ցույց տվեց, ջայշրի Ռամ ձայնով և երկինքը զրվեց։ Ռամ ջայ ռամ ասա, թևերը տարակ շարժելով, ծովը հատեց, հանմանուն հասավ լանկա, սիտայի հետ կգտնելու համար Ռամի հրամանով շարժվեց, սունդարականդի առաջին քայլում բարի սկիզբը հասավ։ Տարածված ալիքների մեջ հույսերը բարձրացան, ծովը կաներ, բոլոր աստվածները ծաղկաթափն արեցին, բարի կապիկին պատիվ տվեցին։ Սիտայի տխրությունը հեռացնելու համար սա առաջին լույսն էր, Ռամի գործը աստվածային գործ է, հանմանու հաղթանակը վերջնական նպատակն է։ Ետրափակիչ, եթե հավատ լինի, ուժ ծնվում է, եթե վստահություն լինի, ճանապարհ բացվում է։ Ռամի անունը պաշտպանության թշվառ է, սունդարականդի բարեխառն սկիզբ։ Ռամ ռամ ջայ ռամ ասա, Ռամ ռամ ջայ ռամ ասա,